Այսօր կփոխանցեմ աղոթքի պատգամը։ Եկեք իրար հետ կարդանք առաջի Թեսաղոնիկեցիների 5-րդ գլխի 17 համարը։ Խոսքը հետևյալն է ասում. անդադար աղոթք արեք։ Մինչ այս համարին կանադառնամ, ուզում եմ միտքս օրինակով ներկայացնել։ Մարդկային փոխհարաբերությունների մեջ, երբ որ դիմացինդ ինչ-որ գործողություն է անում, որը քեզ է վերաբերվում, նորմալ է, որ դու արձագանքես եւ պատասխանես նրան։ Եթե ինչ-որ մեկը մեզ օգնում է, նորմալ է, որ մենք շնորհակալություն հայտնենք։ Եթե մեկը մեզ ծառայում է, նորմալ է, որ մենք երախտապարտ լինենք նրանից, շնորհակալ լինենք նրանից։ Ի վերջո, եթե մեկը մեզ վնասում է, նորմալ է, որ մենք բարկանանք։ Սա էլ է նորմալ, իհարկե, եթե բարկանալու ժամանակ մեղք չեն գործում։ Բնական է, երբ մարդը արձագանքում է, երբ որ իր անունը տալիս են, երբ որ իրեն կանչում են։ Վստահ եմ հանդիպած կլինեք իրավիճակ, երբ որ ինչ-որ մեկին բարև ես տալիս, ողջունում ես եւ պատասխան արձագանք չի լինում, սա ոչ այնքան անհարմար ու տհաճ իրավիճակ է լինում։ Բայց ճիշտ է, երբ որ մարդը արձագանքում է, երբ որ իր անունը լսում է եւ պատասխանում է։ Հիմա այս ամենից հետեւություն անելով ուզում եմ աղոթքի վերաբերյալ մի սահմանում ձեզ ներկայացնել։ Սահմանումը հետևյալն է. աղոթքը մարդու բնական արձագանքն է այն ամենին, ինչ որ Աստված անում է նրա կյանքում։ Աղոթքը իմ պատասխանն է ուղղված Աստծուն, նրա սիրո, բարության, ողորմության, շնորհքի, բժշկության ու այսպես անվերջ կարող ենք ասել, որովհետև ամեն վարքյան Աստված գործում է մեր կյանքերի մեջ, ամեն վարքյան Աստված օրհնում է մեր կյանքերը, դրա համար ամեն վարքյան մեր աղոթքի ձայնը չպիտի դադարի։ Ամեն։ Հիմա գամ սկզբում կարդացած համարին անդադար աղոթք արեք։ Եթե Տերը չի դադարում գործել քո կյանքի մեջ եւ օրհնել քո կյանքը, դու էլ մի դադարիր գոհանալ նրանից եւ պատասխանել նրան նրա այն ամեն արածների համար, որ արել է քո կյանքում։ Իհարկե այդ պատասխանը կարող է լինել ոչ միայն խոսքով, որ մենք աղոթք ենք անում, նաև մեր կյանքով, մեր վերաբերմունքով, մեր գործերով մենք կարող ենք պատասխան արձագանք տալ Աստծուն։ Իսկ հնարավոր է, որ Աստված ինչ-որ ժամանակ կամ ինչ-որ ժամանակ որ լինի, Աստված թողի կամ դադարի գործել քո կյանքում։ Ուզում եմ այս հարցին Աստվածաշնչյան համարով պատասխանել։ Երեմիայի ողբեր 3-րդ գլուխ 22 համարը։ Տիրոջ ողորմություններն են, որ չվերջացանք, որովհետև չպակասեցին նրա գթությունները։ Եթե դու այսօր այստեղ նստած ես, դա նշանակում է, որ Տիրոջ ողորմությունները, Տիրոջ գութը երբեք եւ երբեք չեն պակասել քո կյանքում։ Իսկ դու այսօր գոհացել ես, որ Աստված բարի է ու հավիտյան է նրա ողորմությունը։ Մի այսպիսի դիտարկում եւս, մենք ամեն մեկին նույն կերպ չենք պատասխանում։ Չէ՞, կախված է նրանից, թե տվյալ անձնավորությունը ինչ դիրք է զբաղեցնում մեր նկատմամբ, հասակով է, փոքր է, բարեկամ է, ծանոթ է, տան անդամ է եւ այլն, կախված դրանից մեր պատասխան արձագանքը փոխվում է։ Աղոթքը Աստծո հետ զրույց է, մեր պատասխան արձագանքն է ուղղված նրա գործերին, եւ թե ինչպես ես դու պատասխանում Աստծուն, կախված է նրանից, թե ով է Աստված քեզ համար։ Սա մի կարևոր հարց է, որ ուզում եմ բարձրացնել, ով է Աստված մեզ համար։ Աստծո մարդկանցից մեկը Դավիթը, որ բոլորիս շատ ծանոթ է, ինքը հենց այդպես էր պատկերացնում Աստծո հետ փոխհարաբերությունը, քանի որ ինքը ոչխարների հովիվ էր, հոտ էր պահում, ինքը նույն կերպ պատկերացնում էր, որ ինչպես որ ինքն է ոչխարների համար հոգ տանում, պաշտպանում, ինչև անգամ իր կյանքը վտանգելով, նույն կերպ էլ Աստված պահում ու պաշտպանում է իրան, հոգ է տանում ամեն գնով։ Դրա համար Սաղմոս 23-ում Դավիթն ասում է. Տերը իմ հովիվն է։ Դավիթը հասկացել էր ով է Աստված իր համար։ Տերն իմ հովիվն է եւ ես ոչ մի բանի կարոտություն չեմ ունենա։ Եվ շատ Աստծո մարդիկ, շատ սուրբեր վարվել են Աստծո հետ եւ վկայել են այս մասին, թե ով է Աստված իրանց համար։ Չէ՞ ոմանք ասին Տերն իմ արդարությունն է, Տերն իմ դրոշն է, Տերն իմ խաղաղությունն է, Տերն իմ մատակարարն է, այսպես շարունակ։ Նախորդ շաբաթ եղբայրն ասում է, որ Տերը իմ ամենակարող Աստվածն է, ով է Աստված քո համար։
Ով է նա, որի մոտ գնում ես աղոթք անելու։ Արդյոք մենք գնում ենք նրա մոտ որպես մի ամենակարող պաշտոնյա, որ կարող է մեր բոլոր ցանկությունները կատարի, թե մենք գնում ենք մեր սիրելիի մոտ, մեր մտերիմի մոտ, որպեսզի սիրո հաղորդակցություն ունենանք նրա հետ, խոսենք, լսենք եւ նրա սիրո կանչին արձագանքենք։ Այո, գուցե ինչ-որ մեկը ասի, որ նա Աստված է, ամենակարող Աստված, այո, այդպես է, Աստված տիեզերքի ստեղծողն, ամեն շունչ ունեցողի արարիչն է, բայց ով է Աստված հենց քեզ համար, քո անձնական կյանքում, ինչպես ես դու ճանաչում նրան, ով է նա քեզ համար։ Կարողանում ես նրան դիմել մտերմաբար, ինչպես սովոր ենք դիմել սիրելիներին, որովհետև նա էլ հենց այդպես է ուզում դիմել մեզ։ Նա ուզում է կոչել բարեկամս, չէ, ավետարանից գիտենք որդիս, իմ սերունդ, իմ ժառանգ, իմ միակ։ Նա ուզում է այդպես կոչել, ինչպես ենք մենք նրան կոչում, ինչպես ենք մենք նրան ճանաչում։ Ով է նա քեզ համար, կարծում եմ այս հարցադրումը կարևոր է ոչ միայն նրանց համար, ովքեր որ նոր են սկսել աղոթքի կյանքը, ովքեր նոր են սկսել հավատքի մեջ քայլեր անել, նաև նրանց համար, ովքեր որ երկար տարիների աղոթքի կյանք ունեն, բայց կարիք կա նորից հիշելու, ով է ինձ համար իմ ներքին սենյակի Աստվածը։ Կարիք կա նորից վերհիշելու, վերահաստատելու, որովհետև սա նոր օծություն է բերում, նոր ուրախություն է բերում մեր մեջ, որ նոր ձևով գնանք Աստծո մոտ։ Հիշում եք սկզբից, երբ որ Աստված հանդիպեց Մովսեսին, այդ դրվագը եկեք հիշենք, այսպես ասած տեղի ունեցավ նրանց ծանոթությունը։ Ելից գիրք 3-րդ գլուխ 6-րդ համարն եմ ուզում կարդալ։ Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածը։ Եվ Մովսեսն իր երեսը ծածկեց, որովհետև վախեց Աստծուն մտիկ տալուց։ Աստված եկավ եւ բնական ձևով ծանոթացավ Մովսեսի հետ։ Մովսես ջան, ես կհիշես քո հոր Աբրահամին, քո պապի Հակոբի, Իսահակի իրանց Աստվածն եմ ես։ Ու դի Մովսեսն էլ, չէ, ծանոթանար ձեռքը մեկներ, ասեր ուրախ եմ Մովսես։ Սա կես կատակ, կես լուրջ եմ ասում, բայց գրված է, որ Մովսեսը երեսը թաքցրեց։ Սա Աստծուն չճանաչելու հետևանք էր։ Այո, հոգևոր կյանքի սկզբում, երբ որ մարդը գալիս է աղոթքի սենյակ, գալիս է աղոթքի, ինքը չգիտի ինչպես աղոթի, ոնց աղոթի, ինչ բառերով աղոթի, բայց երբ որ Աստված գալիս է քո կյանքի մեջ, դա ապագայի համար ծրագրեր կա։ Աստված քո կյանքի մեջ ապագայի համար ծրագիր ունի, ինչպես որ տեսնում ենք Մովսեսի կյանքի մեջ։ Եկեք շարունակությունը կարդանք, Ելից գիրք 33-րդ գլուխ 9-րդ համարից։ Եվ հենց որ Մովսեսը խորանն էր մտնում, ամպիսյունը իջնում էր, խորանի դռանը կանգնում, եւ Եհովան Մովսեսի հետ խոսում էր։ Եվ բոլոր ժողովուրդը տեսնում էր ամպիսյունը խորանի դռանը կանգնած, եւ բոլոր ժողովուրդը վեր էր կենում, եւ ամեն մեկն իր վրանի դռանը երկրպագություն էր անում, եւ Եհովան խոսում էր Մովսեսի հետ դեմ առ դեմ, ինչպես մի մարդ իր բարեկամի հետ կխոսի։ Արդեն բարեկամ էր, արդեն մտերմություն կար։ Արդեն ինքը իրեն պատրաստել էր, գիտեր ինչպես գնա հանդիպման, ոչ միայն ինքը իրեն էր պատրաստել, այլև տեղ էր պատրաստել, խորանն էր պատրաստել, որպեսզի գնար եւ այնտեղ հանդիպեր Աստծո հետ։ Մովսեսը արձագանքել էր Աստծո կանչին, ուղիղ կատարելով այն ամենը, ինչ որ Աստված ասել էր նրան։ Մովսեսը հանդիպում էր Աստծո հետ, Մովսեսը խոսում էր Աստծո հետ եւ Մովսեսը հնազանդվում էր այն բոլոր խոսքերին, որ Աստված ասում էր իրեն։ Այս 3 կետերին այսօր մենք անվանում ենք աղոթքի կյանք։ Եվ Մովսեսը այս աղոթքի կյանքի մեջ հաջողվեց եւ մեզ համար աղոթքի կյանքի մի հրաշալի օրինակ թողեց։ Այս խորանը, որի մեջ որ մտնում էր Մովսեսը, որ գրված է ամպիսյունը իջնում էր, այդ Աստծո ներկայությունն էր գալիս թանձր ձևով ու այնտեղ հարցեր էին քննարկվում։ Այնտեղ այնպիսի հարցեր էին քննարկվում, որ դրսում ոչ ոք տեղյակ չէր այդ հարցերից։ Ինչ է կատարվում, ինչ են խոսում այնտեղ։ Այնտեղ ապագա էր քննարկվում, այնտեղ լուծումներ ու պատասխաններ էր տրվում Աստծո կողմից Մովսեսին։
Այսպես է աղոթքի կյանքը, երբ որ դու մտնում ես այդ պատրաստված տեղը Աստծո հետ հանդիպելու, Աստված ուզում է քեզ հայտնություններ տա, տեսիլքներ տա, Աստված ուզում է քո հետ խոսա, կարող է դրսում մարդիկ ոչ մի բան չիմանան, ոչ մի բանից տեղյակ չլինեն, բայց դու կիմանաս, որովհետև դու հանդիպել ես Աստծո հետ, որովհետև դու պատրաստվել ես ու գնացել ես խորանը, որ Աստծո հետ հաղորդակցություն ունենաս։ Ուզում եմ մի դրվագել անդրադառնամ ու կմոտենամ ավարտին։ Ելից գիրք 20-րդ գլուխ 19 համարը։ Այս հատվածում ժողովուրդն է դիմում Մովսեսին, ասում է դու խոսիր մեզ հետ եւ մենք կլսենք, բայց Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք։ Գիտեք, այսօր շատերի համար ավելի նախընտրելի է համացանցով քարոզ լսել եւ այսպես հոգեվոր կարիքներ լրացնել, քան գնալ աղոթքի սենյակ եւ երկարատև հաղորդակցություն ունենալ Աստծո հետ։ Ես որևէ մեղադրական ակնարկ չեմ անում, որովհետև խոսքը առաջինը ինձ է վերաբերվում, բայց սա խնդիր է։ Խնդիր է, երբ որ մարդը չի ցանկանում անձամբ փոխհարաբերություն ունենա, աղոթքի կյանք ունենա եւ Աստծո հետ հաղորդակցվի եւ խնդրում էին, որ ասում էին Մովսես, դու խոսա Աստծո հետ եւ այնինչ որ Աստված կասի դու մեզ փոխանցիր։ Այսպես կարծես թե մարդը պատասխանատվությունը իր վրայից գցում է։ Ինքը իմանում է Աստծո մասին, Աստծո խոսքը ճանաչում է, բայց չկա ամենակարևորը, որ յուրաքանչյուրիս պետք է, Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություն չկա։ Երբ որ մի երեխայի նվեր են տալիս, չէ՞ փոքր տարիքում ծնողն է հուշում, որ շնորհակալություն հայտնի, բայց երբ որ մեծանում է, այդպես չի։ Արդեն սկսում է շնորհակալ լինել, երախտապարտ լինել, արդեն սկսում է ոչ միայն ինքը վերցնել, նաև տալ ուրիշներին, նրանք ովքեր դրա կարիք ունեն։ Հենց այս օրինակով ուզում եմ ասել, որ փոխվելու տեղ կա, աճելու տեղ կա։ Անկախ նրանից, թե մենք ինչ մակարդակի են գտնվում Աստծո հետ փոխհարաբերության մեջ, յուրաքանչյուրիս կյանքում կարիք կա, որ ավելի մոտենանք Աստծուն։ Աճելու տեղ կա, նորոգվելու տեղ կա, որպեսզի մեր աղոթքը համապատասխանի այն ամենին, ինչ որ Աստված անում է մեր կյանքում, որպեսզի մեր աղոթքը լինի ճիշտ արձագանք ուղղված Աստծո գործերին։ Եկեք հենց այս մտքով ոտքի կանգնենք աղոթքի, որովհետև Աստված արդեն խոսել է եւ սպասում է արձագանքի։ Շնորհակալություն փառավոր Աստված։ Շնորհակալ ենք սրտանց մեր ամենակարող Աստված, մեր զորավոր Աստված։ Շնորհակալ ենք քեզ մեր վեմ ու բերդ, մեր ապավեն, մեր խաղաղություն, մեր հանգստություն, շնորհակալ ենք մեր ասպար ու վահան, շնորհակալ ենք մեր զորություն, մեր սրբություն, շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալ ենք, գոհանում ենք քեզանից։ Դու մեր ամենն ես, Տեր ջան։ Դու մեր կյանքն ես, որ քեզանով ապրում ենք։ Քեզանից են դեպի մեզ հոսում կյանքի ամեն աղբյուրները, եւ մենք ուզում ենք ամեն օր խմել այդ աղբյուրներից։ Ուզում ենք ամեն օր լցվել քեզանով։ Ուզում ենք պաշտել քեզ ամեն օր, Հայր։ Մենք գոհանում ենք քեզանից, Հայր ջան։ Օրհնիր քո ժողովրդին, որ այստեղ ամեն մեկը ունենա քեզ հետ ավելի մտերմություն, ավելի մտերիմ փոխհարաբերություն փառավոր Հայր։ Թող նորոգվի մեր աղոթքի կյանքը, թող փոխվի մեր հասկացողությունը, որ ճանաչենք քեզ, թե ով ես մեզ համար։ Դու առաջինն ես, դու ամենան ես, դու ամենակարողն ես, դու մեր սքանչելի Աստվածն ես, ու մենք փառքը քեզ ենք բարձրացնում, պատիվը քեզ ենք բարձրացնում, Հայր, թագավորիր մեր կյանքերում, թագավորիր քո ժողովրդի մեջ, Հայր, դու եղիր առաջինը մեր կյանքերի մեջ, մեր կյանքի բոլոր ոլորտների մեջ, թող մենք լինենք ընծայված քեզ, հանձնված քեզ, անենք այն, ինչ որ կասես, անենք այնպես, ինչպես որ կասես, փառավոր Աստված։ Շնորհակալ ենք սրտանց, թող անունդ փառավորվի, թող անունդ մեծարվի սքանչելի Հայր, հանձնվում ենք քեզ, օրհնիր հետագա ընթացքն էլ քո քաղցր ներկայությունով սքանչելի Հայր, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով աղոթեցինք։